Երևան քաղաքում առաջի անգամ մայիսի 31-ին լինելու են ընտրություններ, ամբողջ Երևան քաղաքը դառնալու է մեկ համայնք։ Անցնելու ենք տեղական ինքնակառավարման։ Մեր նախընտրական արշավում ես փորձեցի բակային հանդիպումների միջոցով շփվել բնակիչների հետ, որովհետև տեղական ինքնակառավարումը դա էլ պահանջում է։ Ես խոստացել եմ նաև բնակիչներին, որ փորձելու եմ յուրաքանչյուրի հետ շփվելով լսեմ նրանց կարծիքը եւ նրանց առաջարկությունները։ Շատ լավ ձև է նաև ինտերնետային կապի միջոցով ավելի մոտիկից ուղիղ կապով շփվել մեր Երևանի բնակիչների հետ եւ նրանցից լսել նրանց ուզող հարցերը, տալ պատասխաններ, ինչու՞ չէ նաև շատ լավ առաջարկներ լսել նրանցից, որը կօգնի ինձ ապագա իմ աշխատանքներում։ Բեսպրիձելի դեմ ամբողջ մարդկությունը իր ծնված օրվանից պայքարում է, բայց բեսպրիձելը ամբողջ աշխարհում չի էլ վերացել, բայց Երևան քաղաքում դա վերացնելու համար ինձ թվում է պետք է սկսենք մանկապարտեզից։ Մանկապարտեզում պետք է դաստիարակվեն երեխաները։ Շատ մեղավոր եմ համարում այդ երեխաների ծնողներին։ Պետք է այդ երեխաները ստանան ծնողական դաստիարակություն եւ շատ եմ կարեւորում ոստիկանության դերի բարձրացումը Հայաստանի Հանրապետությունում եւ առավել եւս Երևան քաղաքում։ Մենք բոլորս միասին պետք է պայքարենք դրա դեմ եւ ինձ թվում է, որ ամենաառաջի պայքարը մենք պետք է ուղղենք դրանց ծնողներին, դրանց մի քիչ կոպիտ խոսք է, չնայած բեսպրիձել պահող երիտասարդների համար դրանցն էլ քիչ է, մենք պետք է իրականում մենք այդ երեխաների ծնողների ուշադրությունը գրավենք նրանց իսկ ստիպելով, որ իրանք իրենց երեխաներին ճիշտ դաստիարակեն, որովհետև այդ 15 տարեկան երեխաները կարող են վտանգել մեր երեխաների, մեր հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքը, իսկ որպես երևույթ ես դա շատ դատապարտում եմ։ Հունիսի 1-ից, եթե Երևան քաղաքի բնակչությունը, մեր սիրելի երևանցիները ձայնը վստահեն ինձ եւ ես ընտրվեմ Երևանի քաղաքապետ, հավատացեք, որ խոստանում եմ բոլորին, որ տգեղ շինություններ չեն լինի նորակառույց, որովհետև ես արդեն հանդիպել եմ նաև ճարտարապետների հետ, յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել եւ իր առաջարկություններն անել այդ կառույցների, այդ նախագծերի նկատմամբ։ Իսկ այն թերությունները, որ մինչև այսօր մենք ունենք, կան թերություններ, որոնք վերացնել անհնար է, որովհետև թերություններ կան դեռ խորհրդային տարիներից, տգեղ շենքեր մենք ունենք խորհրդային տարիներից, ժառանգել ենք մինչև այսօր, եւ ինչու՞ չէ, վերջի 19 տարում մենք ինքներս ունեցանք շենքեր բարձրահար, որոնց գեղեցկությունը ոչ մեկին չի գայթակղում։ Դրանք մենք չենք կարող քանդել, դրանք մենք չենք կարող վերացնել, բայց օրինակ մասարդային այդ տգեղությունը, որ կենտրոն համայնքում, ընդհանրապես Երևան քաղաքում տիրում է, դրանց լուծման մի քանի եղանակներ ունենք, ճարտարապետներն իրենք են առաջարկել։ Կփորձենք այդ թերությունները հունիսի 1-ից կամաց վերացնել։ Իսկ ինչ մնում է ինքնակամ կառույցների մասին, բավականին մեծ կառույցներ, շատ կառույցներ ինքնակամ են դարձել, որովհետև քաղաքապետարանի բյուրոկրատիզմը թույլ չի տվել, որպեսզի նրանք ունենան օրինական փաստաթղթեր։ Այն ինքնակամ կառույցները, որոնք այսօր համարվում են անօրինական, որոնք չեն վնասում Երևան քաղաքի տեսքին, որոնք
չեն խանգարում հարևանին, յուրաքանչյուր բնակչի, դրանք կառուցվել են իրենց սեփական հողամասերում, բարելավելու նպատակով իրենց բնակարանների մակերեսը։ Ես դրանք համարում եմ ոչ այդ կանել անօրինական եւ կփորձենք շատ արագ դրանք օրինականացնել։ Իսկ այն անօրինական կառույցները, որոնք զբաղեցնում են մայթերը, խանգարում են բնակչությանը, մեր երեխաների բակերի հաշվին են եւ կառուցվել են, ասեմ, շատ համառորեն բնակիչներին ապացուցելով, որ իրենք այդ բակերի ամենաարժանավոր մարդիկ են, դրանց դեմ պայքարելու եմ ամբողջ իմ հնարավորություններով եւ չեմ թողնելու, որպեսզի այդ կարգի անօրինականություններ շարունակվեն Երևան քաղաքում։ Բյուրոկրատիզմը մենք ժառանգել ենք խորհրդային տարիներից։ Դա լավ զարգացած է եղել սովետական միության տարիներին, իսկ մենք 19 տարվա պատմություն ունենք, բյուրոկրատիզմից ամենամեծ անցման եղանակներից մեկը դա տեղական ինքնակառավարումն է։ Հավատացեք, որ ամբողջ աշխարհը ժողովրդավարության է հասել տեղական ինքնակառավարման զարգացման միջոցով։ Իմ անհանգստության նպատակներից մեկն է եղել, որ մեր բնակիչներին հասցնեմ այն մասին, որ մայիսի 31-ին մենք գնում ենք տեղական ինքնակառավարման։ Այդ բառը ինքնին արդեն ասում է, որ կառավարումը պետք է ձևավորվի բոլորիս կողմից։ Իսկ ինչ մնում է այն մասին երիտասարդ կադրերով փոխարինելու ենք, թե ոչ, հավատացած եղեք, որ երիտասարդ կադրերի պահանջ ենք ունենալու շատ։ Դրա համար մեզ պետք է չանել կադրային ջարդ, բայց պետք է կարգավորել այդ հարաբերությունները երիտասարդներին ներքաշելով այդ աշխատանքների մեջ, որպեսզի իրենք իրենց երիտասարդությամբ, իրենք իրենց նոր աշխատավոճով կարողանան նաև աշխատանքային վայրերում փոխել մարդկանց հնուց եկած բնավորության գծերը, նրանց աշխատաձևը, նրանց աշխատավոճը, իսկ դրանում ինձ պետք է օգնեն միայն երիտասարդները։ Մենք երիտասարդներին հրավիրելու ենք, խնդրելու ենք, որպեսզի նրանք շատ կարճ ժամանակամիջոցում դառնան արհեստավարժ եւ փորձեն փոխել Երևան քաղաքում աշխատանքային ձևը։ Ես այդ հարցին մի քիչ համաձայն չեմ, որովհետև եթե նկատում եք, այս նախընտրական արշավը մի քիչ յուրահատուկ էր, ծառատունք մենք չարեցինք ինչի համար, որովհետև Երևան քաղաքը չուներ ոռոգման ցանց, մենք դրա փոխարեն ամբողջ Երևան քաղաքով աշխատանքներ են տարվում, վերականգնվում է ոռոգման ցանցը, ծառատունք անելու ենք աշնանը բոլորս միասին։ Անցած տարիներում տարեկան մոտ 150,000 ծառ է տնկվել, բայց ծառերից երևի թե 5,000-ն է պահպանվել։ Ինչ մնում է ծաղկապատմանը, կարող եմ ասել, որ այս տարվա այս քանակի, այս որակի ծաղկած պատում Երևան քաղաքում ոչ մի ընտրությունից առաջ չի եղել։ Ծաղիկները ամեն տարի շատանալու են, այնքան են շատանալու, որ այսօր կան շատ վատ երևույթներ, ծաղիկները գողանում են կամուրջների վրայից, ծաղիկները գողանում են մայթերից, մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր երևանցի ծաղիկ տեսնելով խնամի, փայփայի, գուրգուրի եւ ոչ թե գողանա։